Մերսի շատ։ Շնորհակալություն շատ կազմակերպելու համար Նուր Games ջան, ձեր 10-ամյակն էլ շնորհավոր։ Յուբիլեար G-Con-ն է էլի մեր ու մեր community հետ մեկտեղ։ Ձեզ բոլորին ողջունում եմ։ Խոսելու ենք game development-ին, ես հեսա իմ գոլեգաներին էլ կկանչեմ, ունենալու ենք 6 ես էլ հետ 6 հոգով ձեր հարցերին ենք պատասխանելու։ Ես եմ անից սկսեմ մեր խոսնակներին կանչել բեմ։ Հավաքել ենք game development-ի ոլորտից հարուստ փորձ ունեցող տարբեր ոլորտների մասնագետներ, որովհետև game development-ը ինքը իրանից շատ սպեցիալիզացիաներ ու ուղղություններ է իրանից պարունակում։ Եկեք հերթականությամբ Դավիթ Մկրտչյան, խնդրում եմ դիմավորեք։ Դավիթը մասնագիտությամբ ծրագրավորող է, նաև ինքը հիմնադիր է Kimura Games-ի, ունի հաջողությամբ կոմերցիոն հաջողության հասած խաղ, ինքը իր թիմն է ստեղծել ու իմ կարծիքով լիքը բան ունի կիսվելու, փորձ ունի կիսվելու եւ ձեր հարցին կարողանա պատասխանի։ Երկրորդը Հենրիկին կխնդրեմ դիմավորեք։ Նորից էլի indie developer տարիների փորձով մի քանի կոմերցիոն հաջողության հասած խաղեր ունի, մեծ փորձ ունի եւ game design եւ ծրագրավորում եւ այլն։ Նաեւ խնդրեմ դիմավորեք Վարդանին։ Վարդանը live ops մասնագետ է, live operations եւ նաեւ game design, նաեւ տարիների փորձ ունի եւ indie եւ AAA խաղերի մեջ հաջորդը Արսենը մի քիչ ուշանում է իրան մեզ ուշ կմիանա Հովանես ջան, մեկեք խնդրեմ Հովանեսին դիմավորենք Հովանեսը Game Development Academy-ի հիմնադիրն է, ինքը զբաղվում է ավելի շատ կրթության ոլորտում ու նաև ունի Epic Games-ի եւ Unreal Engine-ի համար սերտիֆիկացված եւ որպես ինքը developer եւ որպես իրենց հիմնադրությունը ակադեմիան, որպես հիմնադրություն, որ կարող է Unreal Engine-ի կրթական դասեր տալ։ Այնպես որ ունենք տարբեր շատ ոլորտների մարդիկ ու կխնդրեմ, եթե հարցեր ունեք կարող եք արդեն պատրաստել այդ հարցերը, դրանից առաջ մի հատ ես հարց ունեմ ձեզ, երկու բառով ներկայացրեցի ձեզ, բայց շատ ընդհանուր, կխնդրեմ դրանից առաջ մեկ է ձեր հաջողություններից պատմեք դուք, մի քիչ գլուխ գովակ, ինչ հաջողություններ ունեք, ինչ եք ասել, ինչպես եք այդ տեսնում ընդհանրապես, ձեր տարիների աշխատանքի, այսպես ասած, հաջողություններից, էլի։ Խնդրեմ, Դավիթ։ Ես աշխատում եմ։ Դա ես Դավիթն եմ, ունեմ 10 տարուց ավել փորձ game development-ում, վերջին տարիներ աշխատել եմ մի հատ պրոյեկտի վրա, որը multiplayer է, ունի physics-based, ֆիզիկայի հիման վրա անիմացիաներ, ու երևի մի քիչ նկարագրեմ, որ մարդկանց որ ձեզ ավելի հասկանալի լինի ինչ ձևի պրոյեկտ է, միգուցե դրա հետ հարցեր առաջանան։ Ինքը multiplayer-ը մենք զբաղվել ենք սերվերների հարցով, կարելի ասած ամբողջովին մեր գրածն է, սերվերները տարածված են աշխարհի տարբեր մասերով, բոլոր կոնտինենտներում, ու այդ ամեն ինչի maintenance-ը մենք ենք անում, հետո ինչ ասեմ, ու նաև զբաղվում եմ արդեն մենք չենք համագործակցում որևէ publisher-ի հետ, մենք ինքնուրույն ենք մեր user-ներին խաղացողներին ներգրավում user acquisition կոչվածը, ու փորձում ենք ոնց որ ասում եմ
development-ից մինչև marketing, մինչև marketing մենք մեր ուժերով անենք։ Այդքանը։ Ողջույն բոլորին, ես Հենրիկն եմ, indie game developer եմ ու 2013 թվականից եմ մոտավորապես սկսել մենակով խաղեր ստեղծել ու մինչև հիմա կարելի ասել ստացվել է մնալ շուկայում ու mobile խաղեր եմ հիմնականում ստեղծել, որոնք տենց ինչ որ չափով հաջողությունների հասել են App Store-ում, Google Play-ում featuring-ներ են ստացել ու այս պահին էլ այն խաղը, որի վրա աշխատում ենք, առաջին անգամ ոնց որ նաև PC համար ենք սարքում, Steam-ի համար։ Արդեն մոտ 2 տարի է 2 հոգով ենք արդեն աշխատում, այլ մենակ չեմ այնպես որ։ Արև ձեզ, ես Վարդանն եմ ու ամենատենց նոր հաջողություններից կուզենայի նշել Rockbite Games-ի հետ Idle Outpost խաղի սովորական խաղից մինչև սերվիզային խաղանցումը, որովհետև լիքը նորամուծություններ, լիքը ինովացիաներ այդ շուկայի համար արվեց Հայաստանում առաջի անգամ ու հաջողությամբ այդ մեկ ու երկրորդը կցանկանայի նշել հաջող Wild Rift-ի զապուսկը ամբողջ աշխարհում, այդ League of Legends խաղի mobile տարբերակն է։ Այդ էլ բավականին մեծ հաջողություն ունեցավ համարյա Game of the Year, թեկուզ չդարավ, բայց ոչինչ։ Էլի մեծ հաջողություն է։ Անունս Հովանես է, 10 տարվա Unreal developer եմ, 2015-ից սկսած։ Ոնց որ բոլորս խաղային ոլորտ մտնելուց ուզեցել ենք մեր սեփական խաղը սարքել, իսկ 10 տարի առաջ այն հնարավորությունները ոնց որ հիմա չկար։ Ես էլ ուզում էի խաղ սարքեի ու թիմ չկար, տեղ չկար, սկիլեր չկար, մենակ դոկումենտացիա կար Unreal Engine-ի։ Որոշեցի հիմնել ուսումնական հաստատություն Game Development Academy, որպեսզի մարդկանց սովորացնենք, ովքեր ուզում են խաղեր սարքեն տարբեր ասպեկտներով, մոդելինգն է, տարբեր դվիժոկները, Unreal-ը, Unity-ին համախմբվենք ու պրոյեկտներ սարքենք։ Այն մարդիկ, ովքեր հենց խաղերն են ուզում սարքել։ NDA-ը չբացելով 20-ից ավել AAA պրոյեկտների վրա եմ աշխատել, օպտիմիզացիա եմ արել։ Առաջին ուսումնական հաստատությունն է Under Կովկասում, որ Epic Games-ի կողմից հավաստագրված է, որ կարանք Unreal Engine սովորացնենք։ Նու ես էլ առաջին հենց մեր տարածաշրջանում շրջանում առաջին մարդն եմ էլի հավաստագրված, մի քիչ չիլնում համեստ ավելի ամեն ինչ ասել ուզած չուզած էսա։ GDA-ը ամենամեծ community-ն ունի ուսանողների, սովորողների Unreal Engine-ի 150-ից 160-ից արդեն ավել, ներառյալ արդեն ամել Blender-ը, Concept Art-ը, հիմա 10-ից ավել պրոյեկտներ մեր ուսանողների կողմից կա, ու գնում ենք զարգացման համար, էլի, то есть ոլորտը զարգացնենք հնարավոր բոլոր ուժերով, ցենց ստացվով։ Ես էլ երկու բառով իմ փորձից ներկայացնեմ, անունս Արմանը, ես արդեն համարյա էլի 10 տարի ինդուստրիայի մեջ եմ աշխատել եմ տարբեր պլատֆորմների mobile-ից, AR, VR, PC, console, Steam, տարբեր ոլորտներում մեծ մասամբ որպես ծրագրավորող, փորձս մեծամասամբ ավելի low level engine development այդ ոլորտում է, վերջի 5 տարին աշխատում եմ Ubisoft-ում, իմ անունը կա Assassin's Creed Shadows ու Rainbow Six Mobile խաղերի մեջ, որպես AAA, երևի այդքանը։ Եթե դուք հարցեր ունեք, այս ամեն ինչի հետ կապված կամ կարող եք ուղղակիորեն ինչ-որ մեկին խոսնակներից ուղղել հարցը կամ ընդհանուր հարց տալ game development-ից, եթե սկսնակ եք կամ ինչ-որ խնդիրների առաջ եք կանգնել կամ ուզում եք փորձով կիսվեն խոսնակները, խնդրեմ ձեր բարձրացրեք, ձեզ միկրոֆոն կտրամադրեն, կարող եք հարցերը տալ։ Բարև ձեզ, Դավիթ, Առնոմաց ընկերության նոր համահիմնադիր, հարց ուզում եմ ուղղեմ Վարդանին, երկու հարց միանգամից, առաջինը մոտավորապես ինչ չափի թիմ է պետք LiveOps-ը կառավարելու համար, LiveOps-ը ոնց որ նորմալ
maintain-անելու համար, հայերեն մեկ-մեկ բարթալն բառը գտնել նման պրոյեկտի վրա, Outpost-ի պես եւ որն էր հաշվի առնելով որ 0-ից է կարել իրոք Հայաստանում քիչ փորձ կա որակով live ops անելու, ոնց որ որն էր ամենամեծ դժվարությունը, երբ որ սկսում եք հենց live ops-ով զբաղվել պրոյեկտի վրա։ Մեկ Շնորհակալություն հարցի համար, նախ այն բոլոր մարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում ինչա live ops-ը, live ops-ը էդի հիմիկվա բոլոր տեսակի սերվիս խաղերում, մոտավորապես երրորդ օրվանից հետո ինչ կատարվում է խաղում, ինչ լինում է, կլինի էդի հետաքրքիր իվենթներ, կլինի էդի battle pass-եր, կլինի էդի մրցույթներ, competition-ներ, կլինի մի բան, որը որոշ ժամանակով է ընդամենը կամ կախված է դեր խաղի մտնելու օրվանից կամ կախված է տարվա օրվանից, օրինակ նոր տարվա event կլինի, էդի Lunar New Year կլինի կամ նմանատիպ այլ բան կլինի, այդ ամեն ինչի maintain անելը, այդ ամեն ինչի էկոնոմիկան ու այդ ամեն ինչի հետ կապված իր ռեսուրսների flow-ն։ Ուրեմն ինչն էր ամենաբարդը սկսելու համար ու եկեք դրանից սկսեմ, հետո թիմով կանրադառնամ։ Ամենաբարդը սկսելու համար էդի tooling-ներ, քանի որ չկար համապատասխան tool-եր, թե ինչով պիտի մենք այդ ամեն ինչը անեինք, ու եթե նույնիսկ երբ մենք կոնցեպտորեն գիտենք, թե ինչ էինք ուզում անենք, այդ ժամանակ չկար մի tool, որով պետք էր անել։ Այդ ժամանակ մենք սկսեցինք tool-ի development-ը, ինքը այդքան էլ լավը չէր, ինքը անընդհատ խնդիրներ էր տալիս, որովհետև մի կողմից develop էին անում, մյուս կողմից մենք live-ի վրա իրան օգտագործում էինք ու մոտավորապես 150,000 DAO-ի դեպքում բավականին ռիսկային, բավականին թանկ ու բավականին ցավոտ էր այդ ամեն ինչը, որտեղ մի բան անում էր, դու սպասում էիր, որ այսօր գիշերը 12-ին պետք է event-ը միանա ու այդ event-ը չէր միանում։ Որակով live ops անելու ամեն ինչը հասցնելու համար մեկ պետք են ազատ մասնագետներ խաղի մնացած ասպեկտներից, որովհետև եթե դու նորամուծություն ես փորձում անես նոր տեսակի event ես ուզում անես, քեզ դրա համար համ art-ա պետք, լիքը դեպքերում համ development-ա պետք, լիքը դեպքերում art-ից ու development-ից բացի լիքը support-ի օգնություն ա պետք, որ այդ ամեն ինչը community-ին հասցնի ու կարողանա ամեն ինչը անել։ Ինձ թվում է սովորական live ops-ը ուղղակի maintain անելու համար 3-ից 4 հոգին հերիք է, բայց կողքի մարդիկ, կողքի partner-ները կլինեն այդ development partner, art partner, support-ից մարդիկ ու նմանատիպ բան, երևի մի 10 հոգի որ կարողանանք այս ամեն ինչը իդեալական maintain անենք ու իդեալական մակարդակով պահենք։ Իսկանը։ Ուրիշ մարդ կա փորձ ունեցող live ops-ից որ կուզենա, դա դուք եք, չէ՞, ձեր խաղի մեջ։ Մեր շատ խորացված live ops չի ոնց որ Rock Bite-ում live ops event-ներից երևի բանն է կարող առանձնացնել, այդ battle pass-ն է, որ ամենամից թարմացվում է։ Մեր մոտ schedule կա, որ նախորդ նշված է, որ battle pass-ը որ ամիսն առնելու, ուղղակի manner layer կա, կարելի ասել փոքր կոդ կա գրած, որը որ ստուգում է, որ այս մարդը ասենք այս ինչ պերսոնաժ ունի, իսկ այս ինչ պերսոնաժը feature եղած է, այս ինչ battle pass-ում, այս condition-ների հիման վրա ավտոմատ ուրիշ battle pass առաջարկում։ Էդի սարքելն է բավականին բարդ եղել, նո համեմատաբար բարդ եղել, որովհետև էլի գործիքների ինֆրաստրուկտուրան, գործիքների պատճառով ոնց որ հնարավոր չի live ops աշխատեցնել offline խաղի մեջ, եթե account-ը, էկոնոմիկան եւ այլն սերվերում չի գտնվում, դա փոփոխություն անելը շատ բարդ է ու հենց խաղը նախագծելուց մեր մոտ այդ ամեն ինչը backend կար ու backend-ը մեր ամեն ինչ տվյալների բազայում մեր ամեն ինչ պահում, դրա համար այդքան բարդ չէր ոնց որ offline խաղասարքել live ops խաղ ու հələ որ փոքր թիմով ստացվում է այտենց բարձմանալ։ Բարև ձեզ, իմ անունը Վլադիմիր է, ես դեռ չափահաս չեմ ճիշտ ասած, 17 տարեկան եմ, բայց ուզում եմ ձեզ հղեմ հարցը, Սարման ջան, որովհետև դուք եք low level developer, բան game engine developer, ինձ հետաքրքիր է ինչքանով է բարդ այդ ոլորտի մեջ մտնել, որովհետև ճիշտ ասած ես հիմա աշխատում եմ 2D game engine-ի վրա, game physics engine-ի վրա, ու physics developer-ն է, իմ հետագա մասնագիտությունը ուզում եմ այդ լինի, ինչքանով է ինձ հետաքրքիր ուղղակի բարդ մտնել այդ ոլորտ։ Physics, այսինքն սիմուլյացիաների
ոլորտում մտնելը իրականում բարդ է, մանավանդ Հայաստանում, որովհետև այդքան մեծ մասամբ ինդուստրիան մոբայլ ու այն տիպի խաղեր են, որոնք որ կոմերցիոն իմաստ չունի co-engine ունենալ։ Այսինքն ամենամեծ բարդություններից մեկը այն է, որ պահանջարկը սկիլերի մանավանդ Հայաստանում այդքան մեծ չի, չնայած հիմա ես որ սկսում էի շատ ավելի քիչ էր, համայնագործություն չուներ, հիմա արդեն մենք ունենք խաղեր Triadan-ը ինքը իր engine-ը ունի, Sperasoft-ը ունի բաներ ուրիշ engine-ների proprietary engine-ների հետ համագործակցություն, այդ մի քիչ լավանում է տարիների ընթացքում, հիմա ավելի մեծ են հնարավորությունները, իսկ սկիլերի առումով ֆունդամենտալ սկիլերն են տարբերվում, այսինքն իհարկե միշտ պետք է փորձ ունենաս դրա մեջ, իսկ դրա մեջ փորձ ունենալու համար դրա մեջ պետք է աշխատես, աշխատելու համար պետք է ինչ-որ դրա համար շատ լինում, որ պետք է ուղղակի ինչ-որ ժամանակ տրամադրես, դու քո engine-ը ստեղծելով քո ինքնուսուցմամբ դրան հասնես։ Հայաստանում այդ էլ կրթական բանը համակարգերի ինստիտուտները այդքան game engine development ընդհանրապես չկա, կուրսեր չնայած, որ ուրիշ engine-ներ սովորելով ու խորանալով շատ լիքը այդ էլա շատ անհրաժեշտ ու այդ փորձը հավաքում ես, մեկը այդ էլա կարևոր պայման, որ պետքա game engine developer լավ developer-ը պետքա տարբեր engine-ներ լավ իմանա, մեծ մասամբ սպեցիալիզացիան սկսում է գրաֆիկա engine եւ այլն, տարիներ փորձ gameplay generalist փորձ ունենալուց հետո այդ շատ եմ տեսնում, որ մեծ կամպանիաներում սկզբից սկսում են ընդհանուր բաներ փորձերից հետո նոր փոխվում են game engine։ Դիմավոր ենք Արսենին ուշացումով, բայց կարող է ճանաչեք Shadowmatic խաղի ստեղծողներից Triad-ի համահիմնադիր, game designer, եթե մենք մի քիչ առաջ մեր փորձից մի քիչ ասեցինք, մեր հաջողություններից պատմեցինք, որ պատասխանելով են հարցին, թե ինչի պետք է մեզ վստահեն ու մեզ մեր տված պատասխաններին լսեն, կարաս երկու բառով դու էլ կամ ավելացնես իմ ասածից, կամ երկու բառով պատմես։ Բարև ձեզ, մի անգամ եւս կներեք, որ ուշացա, ինչի համար պետք է վստահեք, մինիմում են, որ մեր սխալները չկրկնեք, երկրորդը զուտ ոնց պրակտիկան տվյալ ոլորտի մասնագետների թեկուս եթե ձախողումներ ունեն կամ առավել եւս հաջողություններ, ինձ թվում է որպես տեսակետ կամ կարծիք ձեզ պետք է դա հետաքրքիր լինի, որ չկրկնեք այն սխալները կամ տեսնեք, որ մեր փորձից ելնելով մենք ինչի ենք եկել, ինչ ենք արել, ինչ կարող խորհուրդ տանք կամ խորհուրդ չտանք, զուտ փորձի փոխանակում տենց կոմերցիոն հաջողություն Սենց մի հատ բան կա կարելի է շատ սիրուն ձևակերպել կոմերցիոն հաջողության տակ ինչ-որ մի հատ հետաքրքիր պատմություն կամ փորձել ոնց որ գովալ թե ինչքան աշխատասեր ես կամ ինչքան տաղանդավոր ես դրանք ինչ որ չափով կապ ունեն, բայց պետք չի անտեսել պատահականությունը Այստեղ մի հատ կարևոր բան կա, որ պատահականության հավանականության վրա դուք կարաք ազդեք։ Այսինքն այն ինչը տեղի է ունենալու որպես ձեր պրոյեկտի կոմերցիոն հաջողություն, եթե մի բան պետքա ստացվի, իր մեջ միշտ պատահականություն ասածը կա։ Իհարկե ոչ միշտ եւ գրեթե երևի չենք էլ կարող կոնտրոլ անենք այդ պատահական ֆակտորները, բայց օրինակ մենք կարանք լիքը բան անենք, որ հավանականություն շատացնենք, որ այդ պատահականությունը տեղի ունենա։ Առաջի հավանականությունը դա է այն ինչը ուզում եք անեք, իր մեջ խորանաք, խորանալ ասածը սենց է։ Ես կարծեմ առաջի հերթին պետքա դուք դա սիրեք, որտեվ եթե սիրեք, դուք ջանքեր չեք խնայի, ձեզնով կառաջնորդի հետաքրքրասիրությունը ու դուք լիքը ժամանակ կծախսեք, որտեվ այն ինչ ես հիմա հետո կասեմ, դրա վրա լիքը ջանքեր է պետք գործադրել։ Այսինքն որ ասեմ պետքա խորանաք, այդտեղ հարցը առաջան ինչքան խորանանք, օրը մի ժամ կարդամ, ուսումնասիրեմ կամ որտե ուսումնասիրեմ կամ ինչ սայթեր ուսումնասիրեմ, ինչքան գիրք կարդամ,
Հա, եթե դուք մի բան շատ սիրում եք, դուք սկի չեք էլ նկատում ինչքան ժամանակ եք ծախսում ուսումնասիրության, վերլուծության ու ինչքան ուշադիր եք լինում, ասենք տվյալ product-ի ստեղծման նյուանսների մեջ, ինչքանվա ձեր մոտ ցանկություն առաջանում ծանոթանալ, շփվել այն մարդկանց հետ, ովքեր այդ ոլորտում մի բան արել ա, այդ ոնց որ շատ մեծ ոչ թե աշխատանք, եթե դուք դրան նայեք աշխատանք ոչ մի բանի չեք հասնի, դուք դա պետքա սիրեք։ Դա ձեզ պետքա դզի, դա ձեր ապրելու ձևը պետքա լինի, հա, օրինակ ինչ որ բաներ կա, որ դուք սիրում եք, անկախ ամեն ինչից անում եք, չէ՞, կամ ստելիքը մարդ կա, օրինակ սպասում է, որ այս ամեն ինչը վերջանա, գնա, ասենք, չգիտեմ, կամ իր սիրած խաղա, կամ ինչ որ մի բան անի, կամ կիսատ բան ունեիք թողած, ասենք, չգիտեմ, ծաղիկներ եք տնկել, հիմա մտածում եք, հասցնեմ գնամ ջրեմ, չչորանամ։ Այտենց դուք պետքա վերաբերվեք գործին, то есть անկախ ամեն ինչից գործ կլինի, դաս կլինի, ինչ կլինի, ձեր գլխի մեջ ինքը պետքա sense միշտ դոմինանտ լինի։ Եթե դոմինանտ չեղավ, ես դες կարող եմ միանգամից ասեմ ժամանակ մի ծախսեք։ Դա անիմաստ է, որտեվ այն ինչը դուք պետք է անեք, որպեսզի հասնեք հաջողության, դա սարսափելի աշխատանք է։ Հիմա անցնեմ ոնց որ երկրորդ մասին, աշխատանք համար 1 դուք ոնց արդեն ասեցի, պետքա ուսումնասիրեք ինչ խաղեր կան, ինչից է ինքը, նու խաղերից ենք չխոսում։ Аз չգամ ստե առանձին հեքիաթ պատմեմ։ Մի խոսքով, այն product-ը, որ դուք ուզում եք սարքեք, նմանատիպ հաջողված կամ չհաջողված փորձերի ուսումնասիրություն ինքներդ պետքա ոնց որ եթե խաղա, ոնց որ խաղացած լինեք, փորձ ունենաք ու մի քիչ փորձեք իրան որպես product, որպես մեխանիզմ նայեք, որտեղ ուրիշ բան է ինչ-որ բան խաղալ, ուրիշ բան է իրան տեսնել որպես մեխանիզմ ինքը ոնց է աշխատում։ Ու ոնց որ ձեր ամեն մի քայլը բերելու է մի հատ ուրիշ դուռա բացելու, որ վայ փաստորեն այնտեղ ռուլեր կա։ Հա, այնտեղ կա մեխանիզմ, ինչ որ չգիտեմ ինչեր, որի համար կան գրքեր։ Մեկ էլ վայ, փաստորեն հոգեբանության մեջ sense բան կա, մարդու ուշադրություն գրավել, մարդուն խաղի մեջ պահել, չգիտեմ ինչ անել էս կոմ են կոմ, ու դուք տենց ժամանակ եք ծախսելու հերթով այդ ամեն ինչի վրայով անցնել ու այդ ձեր ապրելու ոչն է լինելու։ Եթե դուք պատրաստ եք ապրեք, դա ձեզ իրոք դուր է գալիս, այդ նշանակում է խորանալ։ Որտեվ շատ է լինում, որ տեսնում են մի բան հաջողվել է, եթե մեզ մա խոսամ մեր product-ի հաջողության մասին, դրա հաջողություններն ա եղել, որ հիվանդի պես ուզում էինք դա անեինք, մեզ ոչ մի բան չէր հետաքրքրում, մեր չէր հետաքրքրում կոմերցիոն հաջողությունը, անկեղծ, մենք սկի չգիտեինք, որ տենց է լինելու, մեզ չէր հետաքրքրում, ով ինչ է ասում, դե կարծիքներ կան, որ ասում են թազա հեծանիվ եք հորին, միշների տա պետք վերցրեք պատրաստի բանաձևը, կամ կարդացեք այս ինչ գիրքը, այն ինչ գիրքը, այդ ամեն ինչը չի հետաքրքրում, նո չի հետաքրքրում, ոնց որ, չգիտեմ, ոնց է, եթե դուք կարծեմ բոլորդ սիրահարված եղել եք կամ կաք, գիտեք այդ ինչա, որ ձեզ չի հուզում ոչ մի բան, հա, դուք ուզում եք հասնեք ամեն գնով, ձեր ուշադրության կենտրոնի մեջ ինքն է, ոչ մի բան ձեզ չի հետաքրքրում, թե հիմա կողքից կասեն լավն է, վատը, բոյով է, չգիտեմ, կապուտ է, մազերը, խուճուճ ատամները, դա ձեզ չի հետաքրքրում, տենց էր մեր product-ի ժամանակ էր, մեզ ոչինչ չէր հետաքրքրում, մեզ այդ դզում էր, մենք մեր մտքի վրա սիրահարվել էինք ու անում էինք, ու ոնց որ արեցինք 3 տարի, նո, դա հիմա աբսուրդ է հնչում, որովհետև ես հիմա խորհուրդ չեմ տա 3 տարի ինչ-որ մի բանի վրա ժամանակ ծախսեք, բայց ուզում եմ միտքը հասկանաք, որ դուք պետքա տարված լինեք ու ձեզ ոչ մի բան պետքա չհուզի։ Եթե հիմա ասում եք, բայց չէ, սնდა կարևոր բաներ ունեմ, ուրեմն խնդրեմ, գնացեք այդ կարևոր բաներով զբաղվեք։ Մի խոսքով, մա խոսամ շատ երկար կխոսամ, իսկ ընթացքում հարցեր լինի, էլի կանադառնամ։ Ես սկսեցի նոր տված հարցի Game Engine-ի հետ էլ կոմիտ կշարունակեմ, որ համաձայնեմ պետքա եթե սիրում ես տարված ես դրանով, հիվանդ ես դրանով, պետքա զբաղվես հաստատ այդ բարդությունները աչքի չեն երևալ։ Հաջողության հաստատ կհասնես, եթե քեզ ուղղակի հետաքրքիր է դրանով զբաղվել, դու ուզում ես հենց դրանով զբաղվել ու կամար կարևոր չի էլի ինչ ես աշխատում, որտեղ ես աշխատում եւ այլն։ Քանի զբաղվում ես, հաստատ հաջողությունը կունենաս։ Լավ, ուրիշ հարցեր կան։ Հա, խնդրեմ միկրոֆոնը փոխանցեք։ Բարև ձեզ, ես Ավետն եմ։ Ես հարցը կուղեմ բոլորիդ, ինձ անձնական ձեր կարծիքն է հետաքրքրում այս հարցի առումով, թե ձեզ ինչն է
դրթում այդ գործը անեք, ինչն է ձեզ մոտիվացնում, կարճ ասած ոնց է, ինչն է ձեզ հաճույք պատճառում այդ գործում, թե կլինի կոդ գրելը, թե կլինի ձեր product-ը ռեալիզանելը եւ մարդկանց կարծիքը իմանալը կամ ժողովրդի հետ շփվելը, կամ ուրիշ մոտիվներ, եթե ունեք այդ բառումով։ Հերթով ասի։ Այսքան։ Իմ համար խաղ սարքելը շատ մոտ է խաղ խաղալուն, որտեղ լիքը շատ նման բաներ եմ տեսնում, որ խաղ խաղալուց եմ փորձում ինչ-որ խնդիր լուծել ու խաղ սարքելուց եմ փորձում ինչ-որ խնդիր լուծել։ Խաղեր կան, որ game design-ի տեսանկյունից, որ նպատակը ինչ-որ մի բան օպտիմիզացնելն է ու քեզ դա հաճույք է պատճառում ու խաղ սարքելուց ասենք ինչ-որ խնդիրներ կա, որ պետք է արվի ու օպտիմիզացվի ու դա հաճույք է պատճառում։ Կամ ասենք ինչ-որ խնդիր կա, որ շատ բարդ է խաղերի մեջ է դու հասկանում ես, որ դա բարդ է ու հասկանում ես, եթե դու դա արեցիր, հաճույք ես ստանալու ու երբ որ աշխատում եմ դրա վրա ու հետո լուծում եմ այդ խնդիրը, ելի շատ հաճույք եմ ստանում։ Իմ համար այդ process-ը game development-ի հենց դա այդ կողմից շատ հաճելի է։ Այդ ու տենց մանր շատ բաներ կան, որ հաճույք են պատճառում, դրա համար շարունակում եմ զբաղվել։ Շատ հնարավոր է game development-ում շատ ճյուղեր կան ու շատ հնարավոր է տարբեր մարդիկ իրենց տարբեր ուրիշ մոտիվացիա գտնեն, ասենք արտիստների մոտիվացիան լրիվ ուրիշ ալնելու, քան իմը կոնկրետ այդ ձևի մոտեցումն է։ Ես սկզբից software development-ով եմ սկսել ու իմ համար ոնց որ շատ ծանրալի է այդ գործը, կրկնվող է։ Իսկ game development-ի երբ որ անցա, ոնց որ միանգամից հասկացա, այս այն ուղղությունն է, որ ուզում եմ միշտ մնամ, ու իմ համար ոնց որ Դավիթի համար ես ոնց որ ինքս իմ առաջ challenge-ներ եմ դնում, որ այս ինչ feature-ը պետք է սարքեմ, բայց չգիտեմ ընդհանրապես ոնց պետք է անեմ ու երբ որ ստացվում է, ոնց որ ես ինձ լավ եմ զգում ու խաղի ստեղծելու ընթացքում հիմնականում միշտ մտածում ես, որ երբ release անես, հաջողության հասնես, ոնց որ արդյունքի վրա ես կենտրոնացած լինում, բայց երբ որ release-ս անում, հաջողության հասնում ես, հասկանում ես, որ այդ հաճելի պահը հիմնականում այդ խաղը ստեղծելու պահն է, շատ կարճ է տևում այդ վերջի հաջողության պահը ու շատ արագ անցնում ես ինչ-որ թազա պրոյեկտի, բայց միջև այդ մտածում եի, որ հեսա վերջացնեմ, հանգստանամ, վերջել գործ չեմ անում, բայց դա Ես այս հարցին որպես game designer կմոտենամ, տենց երբ ամեն ինչը մի հատ տեսնում ես թղթի վրա ու հասկանում ես, որ օրինակ այս հատվածի համար քեզ tutorial էր պետք կամ ասենք այս battle pass-ի մեջ այս reward-ը դրեցիր, մարդուն դուր կգա թե չէ, ու երբ կողքից տեսնում ես, որ մարդը հասավ այդ ինչ հատվածը ու նենց smooth էր իր experience-ը գծած, որ ինքը համ tutorial-ի կարիք չունեցավ, համ battle pass-ի համար այդ $1, $10 վճարելուց հետո ինքը այդ հաճույքը ստացավ, իրականում տենց մի քիչ ուրիշ զգացմունք է դա, ու երբ քո գծածով է ստացվում ամեն ինչ շատ հաճելի է։ Ոնց որ այդ պահերի համար արժի մնալ այս ոլորտում։ Ես ինձ կպատասխանեմ հարցին կարիերայի տարբեր փուլերում տարբեր ձև ես հաճույք ստանում։ Իմ օրինակով բերեմ, երբ որ նոր ես սկսում, քեզ հետաքրքիր է կոդը գրես, քո իմացած խաղային մեխանիկաները քո ձեռով սարքես, տեսնես ոնց է սարքում, ինչ հաճույք է, երբ որ դու պայմանական թրով խփոցի ես սիրում, սարքեցիր թրով խփոցի ավելի լավ։ Հետո ուրիշ ստադիայում արդեն հասկանում ես ավելի հաճելի է, երբ որ դու խաղը սարքում ես ոչ թե քո համար, այլ խաղացողի համար, ու խաղացողները արդեն ասում են շատ լավն է։ Մյուս этаպում, երբ որ դու արդեն ոչ թե մտածում ես խաղը ինչ սարքեմ, այլ ինչա տալու իմ խաղս ուրիշին։ Այն մյուս этаպը հələ տեղյակ չեմ։ Ես ճիշտն ասած բոլոր ասածների տակ կստորագրեմ, տենց ամեն ինչն էլ եւ ստեղծելու այդ խնդիրները լուծելու դրանից հետո տեսնելու որ խաղացողը խաղում է ու իր դուրը ոնց է գալիս, այդ ամեն ինչն է շատ մոտիվացնող է ու դե դու քո արած գործից գոհ մնալու ինձ թվում է ցանկացած արած մարդու բանի մեջ ինչ որ գործ որ անում է, ուզում է այդ fulfillment ստանա, իմ մոտ այդ դրանից է fulfillment-ը գալիս։ Ես նկատեցի որ բոլորի մոտ մի հատ ընդհանուր բան կա, հետաքրքիր է։ Այդ հետաքրքրությունը բոլորի մոտ տարբեր է։ Ինձ մոտ էլ ոնց որ հիմքը այդ հետաքրքիրն է ու ինձ հետաքրքիր է այն ինչը թվում է անհնարին։ Այսինքն ոնց որ ես իմ դեմ դրած խնդիրները, եթե ոնց որ հասկանում եմ ոնց է պետք լուծել կամ ոնց կարելի անել, ինձ այդ խնդիրը հետաքրքիր չի։ Ես միշտ սիրում եմ
նենց բանի հետ գործ ունենալ, որ ինքը կարա թվա абսուրդ, կարա թվա դժվար ու ոնց որ ես ինքս ինձ զարգացնում եմ, այսինքն ոնց որ իմ էգոն այդտեղ բարձրանում է, եթե ես գիտակցում եմ, որ լուծել եմ մի հատ խնդիր, որը թվացել է անհնարին ու հենց այդ է ինձ միշտ հետաքրքիր, ինչքանով ես կարամ լուծեմ այն ինչը թվում է անհնարին, բնականաբար սկզբից տերն եմ, որ դժվար է լուծել ու ես սկսում եմ սովորել ու ես նկատում եմ, որ ես զարգանում եմ որպես մտածող մարդ, որպես ինտելեկտուալ ինչ-որ միավոր ին վրա աճ եմ նկատում։ Եթե ես զգում եմ, որ գործը կրկնվում է, որտեղ ես երկար տարիներ որպես կոնցեպտ արտիստ եմ աշխատել, հա, արտի հետ եմ գործ արել, բայց ինձ մի պահ այդ արտը սկսեց չհետաքրքրել, որտեղ ես լրիվ հասկանում եի, ուղղակի ըստ նպատակի խնդիրը լուծում տալիս է, ես գիտեի երբ, ինչ, ոնց պետք անեի ու ես շուտ ձանձրացա, ինձ էլ հետաքրքիր չէր։ Իսկ game design-ի մեջ, կան game designer, որոնք էլի իմ համար կանխատեսելի են, ես դրանցով ոնց որ չեմ ցանկանա զբաղվել, բայց այն խնդիրները, որը տվյալ պահին ես եմ լուծում ու լուծել եմ նաև շեդոմատիկի ժամանակ, դրանք իրոք ինձ հետաքրքիր էին, challenge էին, ու ես գաղափար չունեի ոնց եմ տրատակից դուրս գալու, բայց զգում էի, որ վերջում ես ինչ որ աճ եմ ունենալու ու այդ է ինձ շարժել։ Հետևում ոնց որ էլի հարց կար, եթե հնարավոր է փոխանցեք միկրոֆոնը։ Բարև ձեզ։ Եկամ իմ հարցը դիզայնի տեսանկյունից, հա, բայց ոչ թե դիզայների, այլ պրինցիպի։ Ես հենց հարց եմ ուզում տամ ձեր տեսանկյունից, արդյոք պարտավոր է կամ անպայման է, որ դիզայները խաղերը ոչ միայն սարքել սիրի, այլ որպես պրոդուկտ խաղեր սիրի, այսինքն գեյմեր լինի։ Թե դիզու ցանկալի է, լավ կլինի, բայց կարող է չլինի։ Մերսի հարցի համար կխնդրեմ մեկ է ներկայացի, էլի, մինչև ես փոխանցեմ Հա, ես Աշոտն եմ Նուր Games-ից, developer։ Ջարդեցիք իմ վրա։ Լավ, սենց ասեմ ձեզ, ոչ մի բան էլ պարտադիր չի։ Մեծ հաշվով պարտադիր չի, որ ընդհանրապես զբաղվել դիզայնով։ Եթե տենց շատ կոպիտ նայենք, իրոք ոչ մի բան պարտադիր չի, բայց այդտեղ պետք է գիտակցել, թե ինչ խնդիր եք դուք լուծելու, եթե խաղաք։ Նախ դուք միանգամից տեսնելու եք այն ինչը արվել է, նույն բանը չեք կրկնելու, այսինքն մինիմում կրկնողությունից խուսափելու եք, իմանալու եք այն ինչը աշխատում է կամ այն ինչը չի աշխատում, հա, ես ինքս օրինակ այն ժանրի խաղը, որ հիմա մենք սարքում ենք, հիմա ոնց որ արդեն կարելի է դրա մասին խոսալ, ես այդ ժանրից այդքան էլ չեմ սիրում, ուրիշ բան եմ ուզում ասել, բայց փոխեցի, չեմ սիրում, բայց այդ ժանրի առաջատար խաղերից տասնյակ հազար լեվել խաղացել եմ։ Ինչա դա ինձ տալիս։ Ինձ տալիս է, որ ես հասկանամ ինչն է ստիպում, որ մարդը շարունակի խաղալ, որ իր մոտ ցանկություն առաջանա ինչ-որ մի բան պահելու, որ այդ պահածը զրկվի ու դու տաս։ Ուրիշ բանա դու գրքի մեջ ֆորմուլա կարդաս, ուրիշ բանա դու ինքդ դրա մեջ մասնակցես ու քո մաշկի վրա զգաս, թե որ պահին ինչա քեզ խաղը դեմ տալիս, որ դու ընտրություն ես անում ու շարունակում ես խաղալ կամ վճարել, նայած այնտեղ ինչա ոնց է։ Ու լրիվ փոխվում է, որտեվ եթե դու մի բան կարդաս, դա պրոստը դատա է, որը դժվար է դառնում զգացողություն։ Հիմա օրինակ ես էլ ինչ որ մի բան ասեմ, դա ինֆորմացիա է, որը մի ժամ հետո այդ զգացողությունը ինֆորմացիայի կորելու է, բայց երբ որ դու խաղի մեջ ես, ֆլոուի մեջ ես, խաղում ես, դա դառնում է քո մոտ սովորություն։
հա բերում է ոնց որ պրակտիկայի դու դա մեխանիկորեն ես անում ոնց է որ մարդը քայլում է մենք չենք մտածում մեր լոնքերի երկարությունը մեծությունը ասենք տեղ կա հանգիստ ես քայլում տեղ կա վազում ես ասենք տեսար հետևիցդ մեկը արագ քշեց ասենք վազեցիր հա դու չես սկսում մտածել բայց դու կարաս վազելու մասին 1000 հատ գիրք կարդաս հա դու կարաս լիքը թեորիաներ գրես բանաձևեր դուրս բերես ոնց է պետք վազել կամ լողալ կամ սնոուբորդ քշել հա բայց երբ որ դու ինքդ ես դրա մեջ դու լավ հասկանում ես քեզ ինչն է խանգարում, հա, սնոուբորդ քշելու, չգիտեմ, պետք չի նեղ շալվար հագնել, պետքա լեն հագնել, ոտերի բացվածքը, SN-ը, գտնում ես վայ ծանրությունը կապ ուներ, վայ քաշը կապ ուներ, վայ ոտքերի դիրքը կապ ուներ։ Երբ որ դու խաղի մեջ ես, դու էդի անձամբ քո վրա զգում ես, ու զգում ես ցիկլներով, անդադ կրկնելով, նույն բանը զգալով, ու դա մի տեսակ ավելի թանկ գիտելիք է դառնում, քան երբ որ դու թեորիան գիտես ու թեորիայով անում ես։ Զուտ պրակտիկան միշտ գրել է թեորիային։ Թեորիան հետաքրքիր իդեաներ տվել է, բայց ուժը միշտ եղել է պրակտիկայի մեջ ու խաղալը դա շատ մեծ ուժ ու առավելություն է։ Եթե ոնց որ ուզում եք առավելություն ունենաք, նույնն է ոնց որ ասեմ գնում ես մեկի հետ կռվելու մարտի մեջ, կարաս քարով էլ խփես գլխին, խնդիր չկա։ Կարաս փեդով խփես, բայց եթե տան, ասենք ինչ որ ավելի լավ զենք, դա առավելություն է, չէ՞։ Այսինքն դու խնդիր ունես դիմացինին հաղթելու, հա, կարողա դու տենց մազոխիստ ես, ուզում ես ձեռներով խեղդես իրան։ Եթե տենց challenge կա, կարաք չխաղաք։ Բայց եթե դուք ուզում եք առավելություն ունենաք, պետքա խաղաք, պետքա պրակտիկա ունենաք, ավելի լավ լինեք զինված։ Այդքան բան։ Ես մի բան կուզենամ հավելեմ Արսենի ասացին, որ կլինի էդի դիզայներ, կլինի էդի գեյմ արտիստ, կլինի որոշակի մարդ կա ասենց մի հատ հասկացողություն, որը գեյմերի նյութն է։ Ու եթե այդ մարդու մոտ ովանում է այդ գործը գեյմերի նյութը բացակայում է, ինքը ինչքան էլ համով բան ուզում է անի, գեյմերները ու այն մարդիկ, ովքեր սպառում են այդ ապրանքը, որը մենք սարքում ենք, այն պրոդուկտը, որը մենք սարքում ենք, իր օգտագործողները մի քիչ ուրիշ ձև են մտածում։ Եթե e-commerce-ում այդ ամեն ինչը շատ սիրուն կլներ, շատ պոպուշ կլներ, շատ լավ կնայվեր այդ կարմիր կնոպկան շատ լավ կաշխատեր, գեյմինգում կարող է տենց չլինի ու game UI-ի համար պետք լինի ոչ թե կարմիր կնոպկա դնել, այլ դեղին կնոպկա դնել ու վերևը դնել։ Ու կախված է այդ ամեն ինչը ժանրից, շուկայից, որտեղ եթե ասիական շուկայի համար է այդ ամեն ինչը արվում, իրանց մոտ լրիվ ուրիշ կանոններ են գործում, եթե եվրոպական ու ամերիկյան շուկայի համար է արվում ուրիշ կանոններ են գործում, free to play խաղերի համար ուրիշ կանոններ են գործում, triple A-երի համար ուրիշ կանոններ ու ինձ թվում է որ մասնագետը որոշ չափով պիտի գեյմեր լինի, որ այդ ամեն ինչը կարողանա հասկանա, որտեվ գրքերի մեջ գրած չի, որ ասիական շուկայի համար դու 1200 հատ կնոպկա լցրու բանի վրա, UI-ի վրա ու սա իդեալական կլինի, բայց ասիական շուկայում ամենաշատ փողը բերում է այն խաղը, որը 1200 հատ կնոպկա ունի իր UI-ի վրա։ Ու այդ ամեն ինչը պետքա ոնց որ նյուխով զգա, էլի արտիստը կամ դիզայները կամ այն մարդը, որը անելու է, իսկ դրա ռիսերչը բավականին երկար ժամանակ կտանի, ու եթե task-ը կան նոր ռիսերչը սկսվի արվել, կարող է մի ամիս ու կես ժամանակ պահանջվի, որը ներկայիս production speed-երի հետ չի համապատասխանում, էլի։ Իմ դեպքում ես կոնկրետ այն ժանրերում, որտեղ որ սարքում եմ, այն ժանրի խաղերը որ սարքում եմ, ես չեմ խաղում այդ ժանրի խաղերը, որովհետև հիմնական ոնց որ շուկան է թելադրում, թե ես ինչ սարքեմ, ու ինձ չի թվում, որ օրինակ match 3 սարքողները իրանք բոլորը այտենց ուժեղ match 3 խաղացողներ են։ Իմ համար ճիշտ ասած այտենց հետաքրքիր չի, ինկրեմենտալ խաղերի վրա եմ հիմնականում աշխատում ու իմ համար այդքան հետաքրքիր չի լում այդ խաղերը խաղալ, որովհետև դու ոնց որ գիտես ինչ մեխանիկաներով աշխատելու, ոնց որ մի ֆիլմի սցենարը իմանաս ուզենաս այդ ֆիլմը նայես լի։ Ու այն խաղերը, որոնք ես խաղում, ես ոնց որ ընդհանրապես չեմ կարող այդ ժանրում խաղալ սարքեմ։ Իմ կարծիքով էլ խաղալ սիրել, գեյմեր լինելը լավ մեծ բոնուս է, բայց այդ չի նշանակում, որ լավ գեյմերը լավ խաղ է սարքել, ոնց որ ասել ալկոգոլիկը կարա լավ գինի արտադրի։ Բացի այդ լավ բոնուսային նախապայման է, բայց շատ կարևոր է բացի դրանից խորանալ զուտ մասնագիտության մեջ։ Ես էլ իմ խաղի մեջ հին խաղեր խաղացած խաղերից ինչ որ ֆիչերներ եմ տեսել օգտագործել, որ ինձ կոնկրետ ինձ դուր է եկել ու տարիների ընթացքում տենց բան, ասենք մի կոնկրետ խաղ կա, կոնկրետ խաղի մեջ leaderboard-ի մեջ մի հատ feature եմ տեսել, որ հետագայում իմ խաղի մեջ ավելացրել եմ
ու խաղացողներն էդի շատ ադուր եկել, այսինքն եթե ես գեյմեր չլինեի, խաղեր չխաղայի, այդ ֆիչերը մեծ հավանականությամբ չէի ավելացնի, ուստի էդի օգուտ է, բայց նենց չէ, որ ասենք ես գեյմերը ուրեմն լավ գեյմ դիզայներ էլ կլինեմ, այդքան։ Երկու բառ ես ավելացնեմ, նյուանսները իհարկե շատ են, բայց եթե պայմանական մարդը background-ը քիչ է կամ չունի, օրինակ թազա խաղ ուզում սարքի, որտեղ կրակում ես կարմիր բոճկային տրակում է, թազա ֆիշկա է, վաու, այդ արդեն ծեծված թեմա է, արդեն սաղ գիտեն կանոնները կա, սարքել խաղ ու սարքել թվային պրոդուկտ, թվային պրոդուկտ ոչ գեյմերն է կարա սարքի, իհարկե, բայց եթե խաղ է սարքում, ուրեմն նախորդ այդ նույն ժանրի կակ մինիմում էլի, փորձը պետքա ձևափոխի կամ ավելացնի, անկախ ամեն ինչից բարելավման նպատակով, այդ դեպքում արդեն խաղ կսարքի, առանց փորձի էլ, то есть даже գեյմեր էլ չլինես, կարաս սարքես, բայց դա խաղ չի դառնում, խաղը մի քիչ ավելի բարձր բան է, էլի։ Բարև ձեզ, ես Լևոնն եմ, Game Dev Enthusiast Espagne Sparasoft-ում եմ աշխատել, իմ անձնական փորձ ունեմ, ուզում եմ հարցնել սենց բան, ինձ տանջող հարց է, մտածում եմ դրա մասին վաղուց։ Տեսնում եք հիմա տենդենցիա, որ այն խաղերը, որոնք տալիս են հնարավորություն, որ գեյմերները ստեղծեն լավ պահեր, իրենց համար ծիծաղելի, հետաքրքիր, իրանք շատանում են, օրինակ Repon, Lethal Company-ն ու լիք ուրիշ խաղեր։ Հիմա ես ուզում եմ իմ մեջ մտածում եմ որպես game designer ու ոչ միայն որպես game designer, թե ինչն է գաղտնիքը, այդ իզումինք են, աղնումբի բառը, որ կամ ինչ որ մեխանիկաների կոլապսի արդյունքը, որ տալիս է հնարավորություն այդ էլեմենտները խնդալու, ոնց որ sandbox-ը առաջանա էլի, որտեղ կարան լինեն լիքը խնդալու էլեմենտներ, իհարկե դուք տարբեր մասնագետներ եք բոլորդ, բայց հետաքրքիր կլիներ լսել ձեր տեսանկյունից, ձեր scope-ից, թե ոնց եք էլի այդ հարցի պատասխանը, ոնց եք մտածում այդ հարցի պատասխանը ինչ կարող լինի։ Մերսի շատ։ Զաձերկովը։ Մերսի հարցի համար Լևոն ջան, ես ինձ թվում է ավելի լավ դիզայներներ էլի ես հարցին պատասխանեն ու քանի որ սուղ է ժամանակը, եւի կնախընտրեմ մի 2-3 հոգի պատասխանի հարցին, մյուս հարցին անցնենք, որ հասցնենք բոլոր հարցերին պատասխանենք։ Մեկ Repo-ի նման խաղերը ըստիս իրանք չեն խնդալու, այլ խնդալու այն Discord-ի սաստավը ում հետ դու նստած ես։ Ու եթե դու սարքես մի հատ լավ շրջապատ, որտեղ Discord-ով կարան 5 հոգի հավաքվեն իրար հետ, ասեմ, որ 25-ից հետո շատ դժվար է 5 հոգով հավաքվել Discord-ում։ Երբ 5 հոգու դու կարանաս Discord-ում հավաքես իրար գլուխ, խաղը արդեն հետաքրքիր կլինի, ուզում է դա գոլ լինի, ուզում է դա շախմատ լինի, խնդալու պահեր մեկա կստեղծվեն։ Ինձ թվում է այդտեղ հարցը community-ն է, հարցը իրար գլուխ հավաքվելն է, այլ ոչ թե իզումինքեն խաղերի մեջ է։ Ես էլ ուզում եմ համաձայնվեմ իր հետ, որովհետև օրինակ ես sim racing-ով եմ զբաղվում, ինքը ընդհանրապես ծիծաղելու ոչ մի բան չկա, բայց բավական այդպես community-ներ կան, ովքեր այդպես ծիծաղելու վիդեոներ են սարքում ու նույնիսկ այդ ժանրի մեջ է աշխատում էլի։ Հետո իմ կարծիքով խաղերի մեջ բան կա մի հատ ֆակտոր կա, որը կոչվում է ինչքան է խաղը streamable կամ YouTubeable, այսինքն եթե խաղի մեջ լինում է այդպես դինամիկ խնդալու հետաքրքիր պահեր սարքելու, կոնկրետ մեր խաղի վրա մարդիկ վիդեոներ են նկարում, ինչ որ մի մոդ ու share են անում, որտեղ այդպես պահեր լինում է սարքել ու Էդին նենց չի, որ հաջողվելու գլխավոր ֆակտորն է, բայց զուտ մարքեթինգի տեսանկյունից կարա դրական ազդեցություն թողնի այդքանը։ Այստեղ հասկացողությունը շատ լայն է, խաղերի ժանրերը շատ տարբեր են, իրանց աուդիտորիան շատ տարբեր է, ամեն մեկը մի բանի համար է խաղում խաղը, իրոք այնտեղ կան խաղեր, որոնք հենց ֆանի համար են, կան որ ինչ-որ սեփական չելենջներ են, կամ ինչ-որ բան ես հավաքում, կամ բացահայտում, կամ ինչ-որ սպորտային խաղա, ոնց ասեց Հենրիկը, այնտեղ դու ավելի շատ քո սկիլերի վրա ես կենտրոնանում,
Ինձ թվում է այստեղ էլի կարամ վերադառնամ նախորդի ասացին, որ շատ կարևոր է թե ձեզ որնա դուր գալիս, ինչն եք դուք սիրում, դες եթե ձեր համար դա ֆան է, ուրեմն կենտրոնանում եք դրա վրա, եթե խաղը դա ինչ որ ձեռքբերումներ, նվաճումներ կամ ինչ որ սիրուն աշխարհների բացահայտումներ է, ուրեմն դա կարևորը։ Ամեն տեսակի խաղ ունի իր աուդիտորիան։ Կարակ հարցին դրի ուրիշ կողմից նայեք, որն է ամենաշատ գումար բերում։ Ըստ ոնց որ դրա, ինձ թվում է կարա շատ տարբեր լինի այդ ամեն ինչը։ Այտենց միանշանակ ես դժվարանում եմ ասեմ էլի։ Բարև ձեզ, ես Կատրինն եմ, նախ շնորհակալություն եմ հայտնում ձեր ելույթի համար ու կարևոր ինֆորմացիաների համար։ Իմ հարցը հետևյալն է ու երևի թե հղեմ բոլորին։ Պատմական խաղ ստեղծելու համար որ կարևոր նյուանս է հաշվի առնել, որպեսզի խաղացողին ձգի խաղը։ Տեսեք, կլինի դա պատմական կամ ուսուցողական, դա պետք է առաջի հայացքից չերևա, որովհետև դա հետաքրքիր չի, բայց դա կարևոր է, ասենք եթե տվյալ խաղ ստեղծողը գտնում է, որ դրա կարիքը կա, ինքը ուզում անպայման ինչ որ մի պատմություն կամ մի բանի մասին խոսա, այդ ոնց որ պահում եք ձեր մտքում ու առաջերտին անում եք այն, ինչը զվարճալի է, ինչը հետաքրքիր է, ինչը դինամիկ է, ու պատմությունը դրան զուգահեռ տալիս եք։ Դա կախված է game design-ից, այսինքն action-ների արանքը ինչ որ հերոս է կամ ինչ որ բան է տեղի ունենում, ինչ դիալոգ է, կարող է քեզ ինչ որ մի հատ թուր է պետք վերցնել կամ մի հատ զենք, որը պետք է գնաս ինչ որ մեկի հետ մի բան խոսաս, մի բան ասես, դա պետք է շատ sense նուրբ մատուցվի։ Պետք է լիքը բաներ կիսատ թողվի, ասենք պատմողական առումով ու ոնց որ մարդը խաղացողը ինք իրան ոնց որ առանց իր կամքի, որտեղ եթե դու ասես էսի պատմական խաղա դու խաղավոր պատմություն իմանաս, ես կարծում եմ մեծ մասը, թե ոչ բոլորը կասեն չէ, ես ուզում եմ ազատ ժամանակ ունեմ մի ժամ, ուզում եմ տժամ, խաղամ, խնդամ կամ չգիտեմ, ներվերս հանգստացնեմ, то есть պատմողական բան պետք կլինի, կնստեմ պատմողական ֆիլմեր կնայեն։ Դրա համար ինձ թվում է ինքը պետքա չերևա, բայց այնտեղ շատ ուժեղ պետքա լինի։ Օրինակ խաղեր կա, ես վերջերս մի հատ խաղ կար, մի ինքը շուտվա խաղեր, Nier Automata-ն, չգիտեմ, ծանոթա ձեզ թե չէ։ Եթե ասես այդ խաղը առաջին ինչի մասին է, կասեն մի հատ սեքսուալ հագնված ինչ որ աղջկա, որը թրով ինչ որ ժեշտի բանկեկ է կտրում։ Հասկանում ես, բայց երբ որ դու խորանում ես այդ խաղի մեջ, դու չգիտես որ այնտեղ կա պատմություն, դու չգիտես այնտեղ կա սաղ աշխարհի հոգեբանությունն ու փիլիսոփայությունը, մարդու մարդ լինելու մասին է, հա, պայքարի, անիմաստ պայքարի մասին է, դու դա չգիտես, քեզ տալիս են հետաքրքիր action, սիրուն պերսոնաժ, դու խաղում ես։ Դա քեզ գրավում է, դու տարվում ես դրանով ու սենց արանքներում, քաց սցենաներով բաներ, ինչ որ բաներ է պատմում, որ ոնց որ դա քեզ կպնում է։ Այսինքն դա վերաբերվում է քո հարցեն, որովհետև ցանկացած մեկը որ նստում ենք խաղալ, մենք ինչ որ խնդիր ունենք, անձնական, գործնական, ասենք կյանքի փիլիսոփայության մասին, դա մեր բեքգրաունդում լրված է։ Ու երբ որ դու ոնց որ ժամանցով ես տարվում, ինչ որ բան ես նայում, եկել թե հոպ մի բան եղավ, որը քեզ մտածել տվեց, արդյոք ես ավելի մարդ եմ, քան այս ռոբոտը կամ արդյոք ես իմ ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Ասենք դու տենց խնդիր ունես, հա քո խնդիրն էս փախել ես, մտել ես խաղի մեջ, խաղում ես։ Ու դու միամիտ էդի տենում ես այնտեղ ու քեզ դա բռնում է։ Տենում ես ինչ որ երկու հոգի դիալոգ խոսացին, կիսատ մնաց, ասում ես լելը մի հատ տենամ, էլ ինչ կա։ Ու դու կարող ես չնկատես որպես խաղացող, ոնց ես դու պատմություն սովորում։ Ինձ թվում է դա ամենալավ տարբերակներից է պատմական խաղի մոտենալու։ Եթե ավելացնելու բաներ չունեք, կառաջարկեմ մյուս հարցին անցնենք։ Էլի ժամանակը սուղ լինելու պատճառով, հա, խնդրեմ։ Բարև ձեզ, ես Միքայելն եմ։ Կուզեի այսպիսի հարց տալ, ոնց եք պատկերացնում պրոտոտիպի փուլում developer, artist ու designer ամենալավ կապը, երբ հասկանալ, որ պրոտոտիպի փուլում էլ պետք չի ձեր իդեան push անել artist-ին ու developer-ին, եթե իրանք համաձայն չեն ձեր իդեայի հետ։ Իրավիճակը տարբեր է կախված կամպանիայի չափից։
Եթե կամպանիան մեծ է ու կամպանիայում արդեն կա ստրուկտուրա, արտիստին, դեվելոպերին ու դիզայներին արդեն գնում է կոնկրետ որոշված խնդիր ու իրանք լուծում են ուղղակի իրանք առաջ դրված խնդիրը։ Ու նենց չի որ բանի կեսից, development-ի կեսից ինչ որ թազա բաներ է ավելանում իրանց վրա կամ ավելանալու դեպքում այդ ամեն ինչը անցնում է full հիերարխիայի միջոցով ու իրանց հասնում է ասենք 1.5-2 սպրինտ հետո։ Այ թե ոնց է այդ ամեն ինչը կատարվում ինձի վիճակում, այդ հարցում ես ձեզ չեմ օգնի։ Իմ մոտ միշտ developer, artist միշտ բոլորը համաձայն են ես։ Բան չկա։ Ես ճիշտ ասած հարցը մի չվերջ չհասկացա, ինչ նկատի ունի կապի պահով, այսինքն ոնց խնդիրներ լուծել, թե իրար մեջ, թե ոնց։ Պատկերացրեք դուք ունեք իդեա, push եք անում թմին, ինովատիվ թմի մասին է խոսքը, որ բոլորն իրենց կարծիքները կարան արտահայտեն, դաժե դիզայները համաձայն չլինեն։ Պատկերացրեք դուք իդեա եք բերել արտիստին ու դեվելոպերին, ասում եք ես խաղում, այս մեխանիկան պետքա լինի, իրանք համաձայն չեն, ասելով, որ օրինակ այս սպրինտին մենք իր բենեֆիթը չենք տնում։ Ոնց եք հասկանում այս սահմանը, որ էլ չարժի թվին push անել ձեր իդեան։ Իսկ թվում է լավ, արի ավելի լավ այդ հարցին չպատասխանեմ։ Ես երկու բառը որպես ծրագրավորող ասեմ, իմ փորձից մեկ է, որ որոշ բաներ կա, որ օրինակ տեխնոլոգիաների եւ այլն ինչ որ հարցերում է, որ напряму իմ կոմպետենցիային է վերաբերվում, ես այդ կոմպետենցիայում ավտորիտետ ունեմ, այսպես ասած, դրա համար վերջնախոսքը պետք է իմը լինի կամ իմ թիմինը ծրագրավորողների։ Եթե այստեղ game design-ի մեջ է խոսքը, ճիշտ լավ թիմը պետք է իհարկե իրար հետ խոսան, փորձեն, play test անեն, տեսնեն աշխատում է թե չի աշխատում, հասկանան ինչը իրանց դուր չի գալի, բայց այդ ամեն ինչից հետո իրար հետ խոսում եք, քննարկում եք, մեկը պետք է ինչ-որ մի մարդ լինի, որը պատասխանատու է ու այդ call-ը իրանն է, այսինքն ինքը պետք է ասի, մեկը game designer-ը ես եմ, որոշողը ես եմ, եկեք սենց անենք, որովհետև մասնագիտությունը իրանն է եւ այլն։ Մի բան ուղղակի ավելացնեմ, ասենք մեր մոտ լինում է, որ արտիստը միշտ ուզում է ինչ-որ ավելի սիրուն, ավելի շատ դետալով բան ավելացնի, իսկ ես որպես game designer-ի տեսանկյունից հակառակ ուզում եմ մաքսիմալ պարզ լինի, որ խաղացողի ուղեղը չկախի կամ շատ ծանրաբեռնվածություն չլինի։ Իմ կարծիքով զուտ խաղ ստեղծելու համար պետք է գլխավորը լինի game designer-ը, կարելի ասած, որովհետև խաղը առաջնայինը պիտի լինի ֆան, հետո արդեն սիրուն։ Դրա համար եթե համաձայնություն չի լինում մեր երկուսից մեջ, միշտ ես եմ ընտրում։ Շատ կարճ ասեմ, եթե թիմը մեծ է, այնտեղ կա պրոդյուսեր, հիմնական իդեան գալիս է պրոդյուսերից, պրոդյուսերը դա այն մարդն է, որ պրոդուկտի վաճառքի հաջողության մասին ինքն է պատասխան տալիս, ինքն է ուսումնասիրել շուկան, հասկացել ինչ մեխանիկա է աշխատելու եւ այլն եւ այլն։ Միշտ խոսքը պրոդյուսերին է։ Պրոդյուսերից հետո խնդիրը տարվում է game designer-ին։ Ասում է ես ունեմ ձևորած sense խնդիր, այս մեր target auditoria-ն է, այս մեխանիկան է եւ այլն եւ այլն։ Հիմա սա վերածի հետաքրքիր gameplay-ի, որպեսզի աշխատի ու արդեն game designer-ը կախված պրոդյուսերի տված խնդրի անում է։ Դրանից հետո նոր գալիս են արտիստները, որը արտիստի արած դիզայնը պետքա չխանգարի game designer-ի մտահղացմանը, game designer-ի արածը պետքա չխանգարի պրոդյուսերի արածը։ Եթե հիերարխիան պահում եք, այդ հերթականությունով գնում է։ Արտիստների գործը այս դեպքում միշտ վերջում է։ Բայց եթե պուճուր թիմա, սաղ մի կետում են Հենրիկի նման, դե կարան այդպես ներքին դիալոգով իրանք իրանց հետ համերաշխ անեն ու թմի մեջ էլ է տենց էլի։ Սաղ կախված է թմից ու մեջը կա այդ հիերարխիան թե չէ։ Բայց ձևը տենց է պրոդյուսեր, game designer, արտիստ ու արդեն դե չգիտեմ մնացածը։ Այսպայն քանի որ երկուսով ենք լինում այդպիսի հարցեր, որ համաձայնության չեն գալիս ու հիմնական որոշում ենք դրանք ուղղակի AB տեստ կանենք վերջում, կտենանք ով է ճիշտ։ Մի հարց էլ կա, վերջի հարցին ընդունենք ու ներքևում կնեք։ Միկրոֆոնն է այնտեղից գալի։ Բարև ձեզ, ես Ինգան եմ, GDA-ի ուսանողներից եմ արդեն ավարտած Unity կուրսը։ Ու տվյալ պահին ես իմ խաղն եմ ստեղծում ու երկու հարց ունեմ ընդհանուրը։
Առաջինը ավելի ձեռնտու է խաղը ինչ-որ դեմո վերսիայի հասնել նոր թիմ հավաքել, թե փորձել հենց սկզբնական ինչ-որ մի թիմ փորձել կազմել։ Ու ոնց ավելի արագ ու արդյունավետ թիմ հավաքել։ Շատ լավ հարց է։ Առաջինը տարբեր ձև է լինում անել, բայց եթե այդ երկու տարբերակների մեջ է, չէ, եթե հնարավոր է քո ռեսուրսներով սարքես պրոտոտիպը, որը կարաս ցույց տաս, վիզուալ տեսնեն, խաղան, gameplay էլի տեստանեն, play testing-ն կամ վիզուալը ինչ որ ձև գրավի, չէ, իմ կարծիքով այդ ավելի շատ շանս է տալիս, որ մարդկանց ցույց տաս քո vision-ը, ինչ ես ուզում սարքես, ու իրանք էլ հասկանան ինչ վեկտորով են գնալու։ Այդ տարբերակը իմ կարծիքով ավելի պրոդուկտիվ է, եթե կարճ ասած, Եթե դեռևս մենակով եք ու շատ հնարավորություն չկա շատ բաներ անելու, առաջարկեմ դեմո տարբերակ ունենալ, որտեղ դեմո տարբերակով դուք ներկայանալու վիզիտկա ունեք, թե մարդկանց ձեր կողմ ներգրավելու, թե լավ դեմոյի դեպքում publisher ներգրավելու, publisher-ի հետ մեկտեղ նաև միջոցներ, հնարավորություններ, մարքեթինգային թիմ, ու ընդհանրապես publisher-ը լիքը դռներ կբացի, եթե publisher-ի դուրը գա, էլի ձեր դեմո տարբերակը։ Առանց դեմոյի թիմ հավաքելը մենակ մարդուն առանց միջոցների կարելի ասել անհնար է։ Կամ ինտուզիազմով պիտի մարդկանց հավաքվի, կամ լիքը փող լինի։ Ավելի լավ է դեմո սարքեք։ Երրորդ տարբերակը կա, սխալ չընդունեք, ռեկլամ չլինի էլի, բայց հենց այդ է գդայի կայֆը, որ երբ որ մարդիկ կան, օրինակ դու սարքեցին ինչ-որ մեխանիկան, չէ, ու վիզուալն է պետք սարքել, արդեն 3D մոդելավորողներ էլ կան, ուսանողները տարբեր դասերից, 3D մոդելավորողները գալիս են 3D-ի վրա, համապատասխան ստիլի սիրողները իհարկե, մարդը սիրելով պետք է անի, как минимум на первых порах մինչև ինվեստիցիա, նույնը կոնցեպտ արտ, նույնը մնացած ասպեկտով էլի, այստեղ արդեն, բացի GDA-ից էլ, մեր բոլորիս այս game jam-երը, community-ն, այսենց event-ները, որ հիմա ներկա ենք կազմակերպված է, ծանոթություններ ձեռք բերել ու սեփական պրոյեկտները առաջ տանել, շատ են ռեսուրսները, այդ երկու տարբերակին մի հատ էլ ես մեկը ավելացնի ուղղակի։ Երևի փակենք թեման, խնդրում եմ շնորհակալություն հայտնել խոսնակներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր հարցերի համար, մեկ է չնայած ժամանակը սուղ է, իմ կարծիքով բոլորի անունից կասեմ, որ կարաք մոտենաք կոնկրետ հարցերի, եթե կոնկրետ ինչ-որ մեկին ուզում եք տակ, մենք ուրախ ենք, ու community հավեսը էդ է, էլի, որ միշտ էլ կարանք իր հետ հանդիպենք, խոսենք, քննարկենք թեմաները։ Մերսի շատ։